Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հունիսի 3-ին 12:33-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել երեխայի առևանգման մասին։ Դեպքը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայում, որտեղ դիմակավորված անձինք վազելով մոտեցել եւ փախցրել են օտարերկրյա քաղաքացու դստերը։ Քննությամբ պարզվել է, որ աղջնակին առևանգել է նրա կենսաբանական մայրը, ներկայիս ամուսնու եւ 2 այլ անձի մասնակցությամբ։ Նույն օրը ժամը 17:10-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանները ձերբակալել են երեխայի մորը, նրա ամուսնուն եւ 1 այլ օտարերկրացու։ Աղջիկը գտնվել է նրանց մոտ։ Հայաստանի ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր տրամադրելու փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության եւ օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի ինքնիշխանության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս տեղեկություններ հավաքագրելու հատկանիշներով։ Ըստ քննչական կոմիտեի ազգային արխիվի որևէ աշխատակից վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված չէ։ Լոռիում հեղեղներից հետո Հայաստանը ժամանակավոր կամուրջ է ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ վերջին այցի ընթացքում համոզվել են, որ կամուրջը ժամանակավորի տպավորություն չի թողնում, այն երկար կծառայի, եւս մեկն է անհրաժեշտ։ Մենք այնտեղ խնդիր ունեինք ժամանակավոր կամուրջ տեղադրելու եւ ժամանակավոր կամուրջ ձեռք բերեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե չեմ սխալվում, եւ վերջերս այցի ընթացքում ես այցելեցի եւ անկեղծ ասած այդ կամուրջը տենց առանձնապես ժամանակավորի տպավորություն չի թողնում եւ պետք է ասել, որ իր տեսքն էլ բավականին լավ է։ Ես հիշում եք, որ ասում էի, որ այդ ավերված կամուրջների փոխարեն կոլորիտին համապատասխանող կամուրջներ նախագծենք, կառուցենք, ինչը կարելի է ունենալ, բայց տեղում այդ կամուրջը տեսնելով, որը հիմա միակողմանի է աշխատում, այսինքն 2 մեքենա չեն կարող անցնել, ուղղակի տեղում համոզվեցինք, որ եթե կողքը այդ կամուրջից եւս մեկը դնենք, դա շատ երկար կծառայի եւ մենք առնվազն շատ երկար հանգիստ նախագծելու այլ տարբերակներ մտածելու ժամանակ կունենանք։ Այդ մասով արդեն հանձնարարական կա, մենք աշխատում ենք իրանական կողմի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, անցել ենք արդեն ժամկետների կատարման շրջանում ենք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում եւ նահանջում է ռազմաճակատի ողջ երկայնքով, ուստի փորձում է վախեցնել Ռուսաստանի նահաբեկություններով։ Ռուսաստանի նախագահը հռետորական հարց է բարձրացնում, ինչպես կարելի է գագաթնաժողով անցկացնել ահաբեկչական ռեժիմի հետ։ Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային գծերի պայթեցումը անշուշտ ահաբեկչական գործողություն է եւ նման հանցագործությունների կատարման մասին որոշումներն Ուկրաինայում ընդունվել են քաղաքական մակարդակով։ Այս առումով ահա թե ինչը կուզենայի նշել։ Իհարկե ամենուր եւ միշտ զինված հակամարտությունների ընթացքում ցավոք տուժում են քաղաքացիական անձինք, բայց այնինչ եղավ Բրյանսկի մարզում նպատակային հարված է քաղաքացիական անձանց վրա։ ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կոչ արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Վաշինգտոնը սեղմում է օղակը, Իրանին առաջարկում է կողմնորոշվել, հիշեցնում է, ժամանակը սպառվում է։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Հունիսի 5-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի Չերնիգովի մարզի Պրիլուկի քաղաքին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում 1 տարեկան երեխա եւ 17 մարդ վիրավորվել է։ Վնասվել են բնակելի թաղամասեր։ Հրթիռային հարված է նաեւ հասցվել Խարկովին, որտեղ հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում կան զոհեր։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմի զոհ դարձած ուկրաինացի երեխաների հիշատակի օրը դիմելով աշխարհի իշխանություններին կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Եթե հզորները չեն կանգնեցնում Պուտինին, դա նշանակում է, որ նրանք կիսում են պատասխանատվությունը նրա հետ։ Իսկ եթե նրանք ցանկանում են, բայց չեն կարողանում կանգնեցնել Ռուսաստանին, Պուտինը այլևս նրանց ուժեղ չի համարում։ Հետևաբար յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, գրել է Զելենսկին։ Ռամշտեյնի ձևաչափով Կիևին աննախադեպ չափերի ռազմական օգնություն հատկացնելու որոշում է կայացվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի տեղեկացմամբ Կիևին հատկացվելիք ռազմական աջակցությունը գերազանցելու է լայնամասշտաբ պատերազմի բոլոր նախորդ տարիների ցուցանիշները։ Իդեպ Գերմանիան հավանություն է տվել 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթին, ներառյալ Ուկրաինայում արտադրվելիք հեռահար զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի, զենքի եւ զինամթերքի ֆինանսավորումը։ Թրամփը արգելել է 12 երկրի, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը Ամերիկա, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիները ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, մինչդեռ եւս 7 երկրի՝ Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք։ Դուշանբեում մեկնարկած անկախ գործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տնտեսական գործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից հետո ԱՊՀ երկրների փոխվարչապետերն արդեն ընդլայնված կազմով կքննարկեն նաև արդիական դիտարկվող մի շարք նախագծեր, իմաստնավորի ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգը։ 2023-ին պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ պատրաստվում են Սյունիքում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիական Ֆիգարոն էլ պարզաբանել էր, թե Փարիզը ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Սրան զուգահեռ Սյունիքում մասնավորապես Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին արդեն 2 տարի է խոսում է Ռուսաստանը։ Սակայն Մոսկվայի այդ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երևանում ասաց, որ հայկական կողմի հետ հարցը մանրամասն քննարկել են, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այցից հետո արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հորդորեց Երևանին հարցնել, թե ինչու Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն մինչև հիմա չկա, թերևս ակնարկելով, որ հարցը Երևանի քաղաքական որոշման տիրույթում է։ Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը։ Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչու պետք է ճշտել հայկական կողմից։ Հայկական կողմը ժամկետների մասին ոչինչ չի ասում, միայն դիվանագիտական զուսպ խոսք աշխատանքները շարունակվում են։ Բարդ բան է երկուստեք ցանկության դեպքում հյուպատոսություն բացելը։ Դիվանագետն ասում է, հենց երկկողմանի համաձայնություն է անհրաժեշտ եւ վերջ հավելում, թեև գլխավոր հյուպատոսի գրասենյակն ու հյուպատոսությունը դիվանագիտական տարբեր աստիճանի ներկայացուցչություններ են, այնուամենայնիվ թե մեկը թե մյուսը բացելը քաղաքական որոշում է, քաղաքական դիրքավորման արդյունք։ Միանշանակ ձգձգում է եւ գալիս է դա իրենց կողմից որդեգրված դեպի արևմուտք շրջադարձի Ռուսաստանի ազդեցությունը, քաղաքական ազդեցությունը, ռազմական ազդեցությունը Հայաստանի նվազեցնելու եւ ի վերջո չեզոքացնելու կամ քչացնելու իրենց քաղաքականությունից իրենք ձգձգում են պաշտոնական թույլտվությունների եւ մնացած գործընթացների իրականացումը։ Ում ներկայությունն է առավել անհրաժեշտ ադրբեջանական ախորժակը գրգռող Սյունիքում, այստեղ կարծիքները հակասական են։ Միջազգայնագետը կարծում է, պաշտոնական Երևանը հաշվարկում է անվտանգային շահերը։ Դիվանագիտական հարաբերությունների մեջ կա գրված օրենք արդեն Վիեննայի 1061 թվականի կոնվենցիայի հիման վրա։ Եթե մենք չենք պատասխանում, մենք ձգձգում ենք եւ մյուս կողմը զգում է մեր այդ ցկցկումը, դա մենք իրենց հասկացնել ենք տալիս, որ մեծ ձեռնտու չէ։ Իրենք պետք է մյուս կողմը հասկանա։ Չի խանգարի հակառակը կօգնի բարեկամ երկրների դիվանագիտական հաստատությունների ներկայությունը, այս դեպքում Ռուսաստանի հյուպատոսությունը կարող է լրացուցիչ խթան լինել հարաբերությունների զարգացման առումով, իսկ ռուսական ներկայությունը կսանձի արդյոք Բաքվին։
Հյուպատոսության ներկայությունը չի կարող սանձել, բայց որտեղ եթե իրենք ուզենան ռազմական գործողություններ սկսեն, հյուպատոսությունը ոչ մի բանով չի կարող կանխել։ Բայց որպես քաղաքական գործոն, այսինքն ուժեղացած ռուսական ներկայությունը, դա կարող է որոշակի զսպիչ դեր կատարել։ Սյունիք հասնելը բարդ քաղաքական ճանապարհ է Մոսկվայի համար, թե տեխնիկական հարցեր են միայն։ Այստեղ մասնագետները համակարծիք են, Երևանը ռուսական ներկայության կապանում չի ձգտում։ Կառավարությունը որոշել է, որ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա Հայաստանի պատմության թանգարանին որպես վերջինի մասնաճյուղ։ Թանգարանը հիմնականում արտացոլում է երկու թեմա՝ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ Արցախյան ազատագրական պատերազմը։ Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում։ Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության Ռոսելխոզնադզորի օրեր առաջ հնչեցրած մտահոգությունը Armenpress-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Զրուցակիցը ընդգծել է, որ խնդիրն իրականում պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալների կտրուկ աճի հանգամանքով։ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով վերականգնել 59 համարի ավտոբուսի նախկին երթուղին, որպեսզի այն կրկին մտնի գյուղ։ Հիշեցնենք, բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 5-ից, երբ Ռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները զրկվել են Երևան հասնելու համար 25 եւ 59 համարի ավտոբուսներից։ Հիմա աճի մասով երկրորդ մասում 3000 պետք է որ մենակ ճանապարհած աստա։ 100 դրամ չի կարա դա որ նա բուլկի առնի ուդի։ Միջև ժամը 4 դպրոցում է աղնում, քոլեջում է աղնում։ Եթե 59 համարի տրանսպորտային միջոցը չի բարձրանա եւ իր նախկին ձևի չի աշխատի, մենք 1 օր, այսինքն վաղը կտանք ժամանակ այդ որոշումը կայացնելու։ Հակառակ պարագայում, վաղը չէ մյուս օրը։ Սիրելի քասախցիներ, լսեք ուշադիր։ Հակառակ պարագայում, եթե մեր պահանջը չի կատարվելու, վաղը չէ մյուս օրը մենք փակելու ենք Երևան աշտարակ մայրուղին։ Նեղոսի տենդով վարակված քաղաքացին միջին տարիքի տղամարդ է 30-ից 35 տարեկան։ Նրա վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատերյան։